Ես դադարեցի գնալ մարզադաշտ այն ժամանակ խաղին ուղիղ հետևելու, երբ որ հասկացա, որ մարդիկ գալիս են այնտեղ, ուղղակի չգիտեմ, որովհետև պարապ են մնացել, որովհետև ժամանցի այլ բան չկար այդ օրը, կոնկրետ պլանավորված, ու հասկացա, որ այդ տոմսերը ուղղակի բաժանվում են շատերին։ Այո, անվճար։ Դե դա միշտ եղել է, ուղղակի եթե առաջ տոմսեր էին տրամադրում օրինակ զինվորի տանը, տոմսեր էին տրամադրում։ Այդ թեմայով էի հենց ուզում խոսել, որ այն ժամանակ տոմսեր էին տրամադրում մանկապատանեկան թմերին, զինվորի տանը, օրինակ այս վերջում Պորտուգալիայի հետ խաղի ժամանակ կարծեմ ինչ որ չափով տոմսեր էր տրամադրվել խնդիրներ ունեցող, առողջական խնդիրներ ունեցող երեխաներին կոնկրետ։ Ինչը իհարկե դրական է, շատ նորմալ է այդ, բայց երբ որ նայում ենք ինչ որ անհասկանալի խմբերի են տոմսեր տրամադրում, որ գան ուղղակի դատարկ տեղեր լցնեն։ Դե դա առաջ արվում էր, ենթադրում եմ այն բանի համար, որ մարդիկ այդքան էլ հետաքրքրված չէին ֆուտբոլով ու չէին առաջ, բայց հիմա հետաքրքրությունը իմ կարծիքով ավելի է։ Բայց դու նայում ես կողքերը, տենում ես, որ օրինակ, չգիտեմ, այս կողմը լրիվ հեռախոսի մեջ մտածեն, բան ոչ հետևում են խաղին, ոչ էլ։ Ու ֆուտբոլիստը բնականաբար դաշտում ուրիշ արձագանք է սպասում, թեկուզ այն փոքր հաջողությանը, որ ինքը չգիտեմ մոտեցավ դարպասներին, որ ինքը սպասում է, որ պետքա տրիբունաներից արձագանք լինի, այդ արձագանքը երբ որ չի լինում, ես օրինակ ինձ պատկերացնում եմ այստեղ որ ինչի համար եք բա եկել, եթե չեք եկել օրինակ իմ խաղը նայելու, ինչի համար եք եկել եք նկարեք ստորի գցեք, իմ համար այդ ոբշե օքեյ չի, ընդհանրապես բան չի, ու այդ վեճերը, կռիվները այդ վերջին շրջանում ինչը ավելացել է խաղերի ընթացքում, այդ ուղղակի մի red flag էր, որ արժի էլ չգնալ ընդեղից խաղը նայել, իմ համար ավելի հանգիստ կլինի։ Ու վեճերը ավելացել է երկրպագուների մեջ, հենց մեկը օրինակ այդ տոմսերի համար, որ մարդիկ առանց տոմսերի գալիս են, եթե առանց տոմսերի թույլատրում են օրինակ ինչի են ուրիշները տոմս առնում։